Փետրվարի 27-ին Երևանում կայացել է ներքին գործերի նախարարության հետ համագործակցության ընթացիկ զարգացումները եւ հեռանկարները խորագրով բարձրաստիճան հանդիպում, որին մասնակցում էր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուଆ Ժակոպը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ներքին գործերի նախարարի տեղակալները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ եւ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Արփինե Սարգսյանը շարունակական աջակցության եւ սերտ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, ընդգծելով նրանց մշտական ներգրավվածությունը եւ համատեղ ջանքերը ներքին գործերի նախարարության ստանձնած բարեփոխումների իրականացման գործընթացում։ Նախարարը ընդգծել է, որ նմանօրինակ ձևաչափով հանդիպումները հնարավորություն են տալիս դիտարկել համատեղ ջանքերով իրականացված քայլերն ու քննարկել համագործակցության հեռանկարներն ուղղված միասնական մոտեցումների հենքով նոր նախաձեռնությունների իրականացմանը։ Ներքին գործերի նախարարության համար անցած 2024 թվականը բավական բուռն տարի է եղել եւ նաեւ ինչ որտեղ նաեւ մարտահրավերային տարի է եղել, բայց մեր վճռականությունը բարեփոխումների իրականացման ճանապարհին չի ենթարկվել փոփոխության եւ սա է կարծում եմ գրավականը նրա, որ ունենալով այդ կամքն ու վճռականությունը փոփոխությունների իրականացման եւ նաեւ ձեր մշտական եւ կայուն աջակցությունը այս փոփոխությունների իրականացման ճանապարհին մենք հասցրել ենք 2024 թվականի կտրվածքով արձանագրել մի շարք հաջողություններ, ունենալ մի շարք նվաճումներ, որոնք որ լավ հենք պիտի ծառայեն շարունակելու արդեն 2025 թվականի կտրվածքով մեր աշխատանքները։ Բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուଆ Ժակոպը։ Նա բարձր է գնահատել ներքին գործերի նախարարության եւ ՄԱԿ-ի գործակալությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, անդրադարձել կոնկրետ ուղղություններով գրանցված նշանակալի արդյունքներին։ 2024 թվականը ներքին գործերի նախարարության համար շրջադարձային էր, այն ոչ միայն նոր առաջնորդություն ստանձնելու, այլև համակարգային փոփոխություններ իրականացնելու կարևոր փուլ էր։ Միավորված ազգերի կազմակերպությունը եւ գործակալությունները պատրաստակամ է շարունակելու աջակցել ներքին գործերի նախարարությանը, ձևավորելու հաշվետու եւ հանրությանը որակյալ ծառայություններ մատուցող կառույց։ Վասիլիս Մարագոսն իր խոսքում անդրադարձել է Եվրոպական միության կողմից իրականացված ծրագրերին, բարձր գնահատելով բարեփոխումների արդյունքներն ու ընդգծելով կոորդինացիոն հարտակի նախաձեռնության կարևորությունը։ Նա ընդգծել է ներքին գործերի նախարարության բարեփոխումների գերազանց արդյունքները, որոնց հասնելու համար կարևոր ներդրում է ունեցել ինչպես ԵՄ-ն, այնպես էլ ԵՄ-ի փորձագիտական խումբը։ Բարեփոխումները պետք է շարունակվեն, դեռևս կան մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարել, նրանցից որոշները արդեն բազմիցս քննարկվել են, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանության բարելավման հանձնառությունը, անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացումը, ներքին գործերի նախարարության համակարգում գենդերային հավասարակշռության ապահովումը։ Եվրոպական միությունը մեծապես աջակցել է թիրախային ուղղություններով տարվող աշխատանքներին եւ պատրաստ է շարունակել այդ աջակցությունը կիսելով իր փորձը։ Արփինե Սարգսյանը խոսել է ներքին գործերի նախարարության եւ ենթակա ծառայությունների բարեփոխումների արդյունքների մասին եւ ըստ ոլորտների հանգամանալից ներկայացրել է հիմնական կատարված աշխատանքները։ Նա անդրադարձել է բարեփոխումների շրջանակներում ներքին գործերի նախարարության կողմից մշակված կարիքների գնահատման մատրիքսին, որով նախանշվել էին գործողություններ 4 հիմնական ուղղություններով՝ ներքին գործերի նախարարության կարողությունների զարգացում, ոստիկանության, միգրացիա եւ քաղաքացիության, ինչպես նաեւ փրկարար ծառայությունների ինստիտուցիոնալ, իրավական եւ այլ բարեփոխումներ։ Այդ մատրիքսն ընկած 2024 թվականին միջազգային գործընկերների հետ համատեղ անելիքների պլանավորման հիմքում, ամփոփելով արձանագրված արդյունքները, նախարարը փաստել է, որ 2024 թվականին ավարտվել են ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքները։ Նախարարը ընդգծել է, որ ներքին գործերի նախարարության կայացման ու անձնակազմի կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված ԵՄ գործընկերների հետ համատեղ ծրագրերը հնարավորություն են տվել ռազմավարական պլանավորման, բյուջետային պլանավորման եւ քաղաքականության մշակման ոլորտներում զարգացնել ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։ Հանրային ծառայությունների որակի վերահսկողության նպատակով մշակվել է գործիքակազմ, ինչը թույլ կտա լավարկել մատուցվող ծառայությունների որակը, հաշվառելով քաղաքացիների արձագանքը, նախանշել համապատասխան լուծումներ։ Բարեփոխումների համատեքստում նախարարը կարևոր քայլ է համարել միասնական զանգերի կառավարման կենտրոնի ձևավորումը, որը առաջին փուլով կմիավորի ոստիկանության եւ փրկարար ծառայության, իսկ հետո նաեւ շտապօգնության ահազանգերի ընդունման եւ դրանց կառավարման գործառույթը։ Միասնական կենտրոնի ստեղծման ուղղված դեռևս 2024 թվականի ընթացքում մեկնարկած քայլերը այս պահին էլ շարունակվում են։
Անդրադառնալով ոստիկանության հենասյունային ուղղություններից պարեկային ծառայությանը, Սարգսյանը նշել է ամբողջ հանրապետությունում ծառայության գործարկման, ջրային ստորաբաժանման ձևավորման ու ծառայողների շարունակական վերապատրաստումների մասին։ Նա պարեկային ծառայության կայացման գործում շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել ԱՄՆ, ԵՄ գործընկերներին եւ ՄԱԿ-ի գրասենյակին։ Արփինե Սարգսյանը որպես կարևոր ձեռքբերում անդրադարձել է նոր կառուցվածքով ու տրամաբանությամբ քրեական եւ համայնքային ոստիկանությունների գործարկմանը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, հիմքում ունենալով պարեկային ծառայության ձևավորման շրջանակներում որդեգրած սկզբունքներն ու փորձը։ Անդրադառնալով ոստիկանության գվարդիայի ձևավորմանը, նախարարը նշել է, որ ազգային ժողովի կողմից հաստատվել է հենասյունային ուղղության ձևավորման օրենսդրական փաթեթը, մշակվել են գվարդիայի վերապատրաստման եւ հատուկ պատրաստության ուսումնական ծրագրերը, ինչը տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի գործընկերների գործուն աջակցությամբ ու միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության լավ օրինակ է։ Ոստիկանության գվարդիան, որը կգործարկվի 2025 թվականի նոյեմբերի 1-ին, պետք է հավակնի լուծելու եւ ինստիտուցիոնալ նախադրյալներ ապահովելու հավաքների ազատության իրավունքի իրացման, ուժի կիրառման նոր ստանդարտ ներդնելու, այս ոլորտում անձնակազմի կարողությունների կատարելագործման համատեքստում։ Միգրացիա եւ քաղաքացիության ծառայության ձևավորման շրջանակում Արփինե Սարգսյանը մատնանշել է միգրացիոն ամբողջ շղթան մեկ միասնական կետից կառավարելու նպատակադրումը, խոսել նաեւ անձնակազմի համալրման բաց եւ թափանցիկ գործընթացի մասին։ Վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում նախարարը շեշտադրել է գործնական փուլին անցնելու կարևոր քայլը։ Վիզաների ազատականացման շրջանակներում նախաձեռնվող միջոցառումները իրենց հերթին բացի ազատականացման գործընթացին աջակցելուց ամրապնդում են ներքին գործերի նախարարության արդեն իսկ արձանագրված հաջողությունները, ինչպես նաև հաստատելու են նոր, ավելի բարձր ստանդարտներ ներքին գործերի նախարարության գործունեության տարբեր ոլորտներում։ Նախարարը տարվա կտրվածքով կարևորագույն նվաճումներից է համարել բիոմետրիկ համակարգի ներդրման մրցույթի հերթական փուլի ավարտը եւ ընդգծել բիոմետրիկ համակարգի ներդրման կարևորությունը, թե մեր քաղաքացիներին որակյալ սպասարկելու ու եվրոպական չափանիշներին համապատասխան անձը հաստատող փաստաթղթեր տրամադրելու, թե վիզաների ազատականացման գործընթացում անհրաժեշտ լինելու տեսանկյունից։ Խոսելով միգրացիոն ոլորտի կառավարման նոր ռազմավարության մշակման մասին, նախարարը շեշտադրեց միասնական ռազմավարական փաստաթղթի կարևորությունը, որը կարտացոլի միգրացիոն ոլորտում պետության քաղաքականությունը։ Նա անդրադարձավ նաև քաղաքացիության ինստիտուտի վերանայմանը, բնակչության պետական ռեգիստրի նոր կոնցեպտին։ Խոսելով աղետների ռիսկի կառավարման եւ փրկարարծառայության մասին, նախարարը առանձնացրել է միջազգային գործընկերների օժանդակությամբ անձնակազմի կարողությունների զարգացման ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նաև Լոռու ու Տավուշի մարզերի հեղեղումների եւ միջազգային գործընկերների արագարձագանքին ու օժանդակությանը, ինչը մեծ դեր խաղաց աղետների հետևանքների գնահատման, դրանց վերացման պլանավորման գործում։ Սարգսյանն ընդգծել է, որ հետաղետային կարիքների գնահատման ստանդարտների մշակման ուղղությամբ կատարվել են ծավալուն աշխատանքներ։ Իսկ այս տարին արդեն լինելու է փրկարարծառայության վերափոխման տարի, թե կառուցվածքի, թե ֆունկցիոնալ առումով։ Ծառայողների կրթության բաղադրիչին անդրադառնալով նախարարը շեշտադրել է մեկ միասնական կրթահամալիրի ձևավորումը, որը վերջին շրջանի կարևոր ձեռքբերումներից է։ Միավորելով ոստիկանության կրթահամալիրը եւ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, այս միասնական ուսումնական հաստատությունը ձեռնամուխ է լինելու ներքին գործերի կարիքների համար կադրերի պատրաստման եւ վերապատրաստմանը։ Նախարարության եւ ենթակա ծառայությունների կարիքների մատրիքսի լրամշակումների եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ տեղեկատվությամբ է կիսվել ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ընդգծել է, որ նախարարությունն այժմ բարեփոխումների ավելի հասուն փուլում է, ներկայացրել է նաեւ ներքին գործերի նախարարության ինստիտուցիոնալ զարգացման, տեխնիկական կարողությունների զարգացման, ռազմավարությունների մշակման եւ իրականացման, թվայնացման առաջնահերթությունները։ Արմեն Ղազարյանը նոր փոփոխություններ ուրվագծելու համատեքստում կարևորել է քաղաքացիների հետադարձ կապը, շեշտադրել հարցումներ անցկացնելու մեթոդաբանության կարևորությունը եւ դրանք պարբերաբար իրականացնելու անհրաժեշտությունը։ Նա ընդգծել է հատկապես այս ուղղությամբ ԵՀԿ գործընկերների հետ հաջողված համագործակցությունը։ Անդրադառնալով ներքին գործերի նախարարության զարգացման ծրագրին, Արմեն Ղազարյանը նշել է հիմնական ոլորտներում առաջիկա քայլերի ու համագործակցության հնարավորությունների մասին։ Հաջորդիվ ծավալվել է ակտիվ քննարկում, որի ընթացքում միջազգային գործընկերները շնորհավորել են նախարարությանը մի շարք ուղղություններով գրանցված շոշափելի արդյունքների համար եւ վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը, ինչպես նաեւ մշակելու համագործակցության նոր ուղղություններ։
Ամփոփելով հանդիպումը նախարար Սարգսյանը նշել է, որ բարեփոխումների գործընթացում նախանշված փոփոխությունները միտված են նախարարության տարբեր ինստիտուտների ձևավորմանը, կայացմանը, առկա լուծումներն առավել քաղաքացիակենտրոն դարձնելուն։ Չնայած արձանագրված հաջողություններին, դեռևս շատ քայլեր կան ձեռնարկելու, գրանցված հաջողությունները ամրապնդելու եւ բարեփոխումների երկրորդ փուլը հաջողությամբ իրագործելու համար։ Անդրադառնալով նախարարության կողմից տարբեր ոլորտներում փոփոխություններ իրականացնելու գործընթացում ռազմավարական մոտեցմամբ առաջնորդվելու հանձնառությանը, նախարարը կարևորել է երիտասարդների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային գործընկերների հետ ֆոկուս խմբային քննարկումների անցկացումը եւ լայն կոնսենսուսի ձեռքբերումը ոլորտային կարևոր հարցերի շուրջ։ Նա կարևորել է այն հանգամանքը, որ ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում գործընկերների կազմի ընդլայնումը ոչ միայն վկայում է շոշափելի արդյունքների մասին, այլև հաստատում է, որ բարեփոխումների հիմքում դրված համակարգը ճանաչված եւ ընդունված է եվրոպական հանրության կողմից։